Հայկական Թիմ Թելեկոմ Արմենիան ու ադրբեջանական Ազեր Թելեկոմը ստորագրել են աննախադեպ համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի տարածքով ինտերնետային տարանցիկ կապ կտրամադրվի Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև։ Ընկերությունները պնդում են, սա զուտ կոմերցիոն գործարք է, որը կբարձրացնի տարածաշրջանային կապուղիների բազմազանությունն ու հեռահաղորդակցության ցանցերի կայունությունը, ինչը իրականում Հայաստանը ստանում այս համագործակցությունից։ Համաձայն ստորագրված պայմանագրի Թիմ Թելեկոմ Արմենիան DWDM տեխնոլոգիայի միջոցով Ադրբեջանին կտրամադրի մինչև 100 գիգաբայթ/վայրկյան արագությամբ տարանցիկ կապուղի Նախիջևան-Ադրբեջան ուղղությամբ։ Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ խոսքը ոչ թե տվյալների փոխանակման, այլ բացառապես տարանցիկ ենթակառուցվածքի տրամադրման մասին է։ Սա ավելի շատ զուտ կոմերցիոն գործարք է, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, իսկ Հայաստանին հնարավորություն է տալիս Ադրբեջանի տարածքով տրանզիտ ունենալ։ Փորձագետի խոսքով հանրության մի մասի մոտ տարածված մտահոգությունները, թե Հայաստանն Ադրբեջանին ինտերնետ է մատակարարում, ամբողջությամբ չեն արտացոլում գործարքի իրական էությունը։ Սա չի նշանակում, որ այդ ճանապարհներով, հիմնական տվյալների փոխանակման մասին է խոսքը, սա չի նշանակում, որ այդ ճանապարհով այս պահի դրությամբ այն ինչ հայտարարվել է Ադրբեջանի ինտերնետ է ստանալու կամ որ Հայաստանն է ինտերնետ ստանալու։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ էլ նախագիծը կարևոր է ոչ միայն որպես նոր կապուղի, այլև որպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ու միջազգային տարանցիկ դերի ընդլայնման հնարավորություն։ Այստեղ չմոռանանք, որ Firebird պրոյեկտով նույն Թիմ Տելեկոմը ներգրավված է ոչ միայն Հայաստանում արհեստական բանականության հետ կապված դատա կենտրոնի ստեղծման մեջ, այլ նաև Ղազախստանում, ու կարծում եմ իրենց համար սա նույնպես ռազմավարական ուղի է, որպեսզի կարողանան այդ Ղազախստանի կենտրոնին տրամադրեն կապի ուղիներ դեպի արևմուտք։ Պապյանի դիտարկմամբ էլ նախագիծը Թիմ Թելեկոմի համար կարող է բացել նոր շուկաներ, հատկապես կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Ընկերությունն արդեն տարիներ շարունակ միջազգային ինտերնետային տարանցիկ ծառայություններ է մատուցում Մերձավոր Արևելքի ու տարածաշրջանի այլ երկրների համար։ Սա Թիմ Տելեկոմի համար օրինակ հնարավորություն է ունենալ տրանզիտային կապուղի դեպի կենտրոնական Ասիա, որովհետև Թիմ Տելեկոմը խոշոր ինտերնետ մատակարար է, ով Հայաստանի տարածքով ինտերնետ է վաճառում օրինակ Իրաքին, Աֆղանստանին, կենտրոնական Ասիայի Մերձավոր Արևելքի երկրների։ Փորձագետները կարևորում են նաև ենթակառուցվածքային դիվերսիֆիկացիան։ Նրանց գնահատմամբ Հայաստանը երկար տարիներ հիմնականում հյուսիս-հարավ ուղղությամբ կապուղիների վրա է հիմնվել։ Մինչդեռ նոր նախագիծը հնարավորություն է ստեղծում զարգացնելու նաև արևելք-արևմուտք հաղորդակցությունը։ Հիշում ենք մոտ 10 տարի առաջ եղած այդ միջադեպը, երբ մի տատի Վրաստանում կտրել էր Հայաստան եկող կաբել եւ ամբողջ երկիր առանց ինտերնետ էր մնացել եւ այսօրվա պայմաններում մենք ուղղակի չենք կարող նման իրավիճակ թույլ տալ։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։